Բարի օր, այսօրվա կերակուրը, որը միասին կպատրաստենք, կանվանենք կճուճ։ Ինչու կճուճ, որովհետև պատրաստելու ենք կճուճի մեջ։ Իսկ կերակուրը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է տավարի փափկամիս, բանջարեղեն, սերկևիլ, ընկույզ եւ ընտրյալ հատիկ, համի դե իհարկե մառանիկ։ Կսկսենք սերկևիլը մշակելուց։ Տեղադրում ենք տախտակը։ Նախ կիսում ենք սերկևիլը։ Հեռացնում ենք սերմնատուփը։ Ավելորդ մասերը և կտրատում ենք շերտերի։ Սերկևիլը տապակելու համար տապակը արդեն դնում ենք կրակին։ Մոտ 1 ճաշի գթալ հալած յուղ ենք լցնում, այսպես, և կտրատելուց հետո տապակելու ենք սերկևիլը։ Անմիջապես կհամեմեմ մառանիկ ընկերության շաքարավազով, որ սերկևիլը կարամելացվի։ Սերկևիլի կտորները հենց մի կողմից կարմրեցին, կշրջենք և կարմրացնենք նաև մյուս կողմը։ Իսկ մինչ այդ նախապատրաստենք տավարի փափկամսի համար համեմունք։ Բովում ենք մառանիկ ընկերության հատիկ սև պղպեղ, մոտ կես թեյ գթալ ծովի աղ, և համեմի սերմ։ Կարծում կարելի է շրջել սերկևիլի շերտերը։ Բովելուց հետո համեմունքը տրորելու ենք հավանգի մեջ։ Տապակը տեղափոխենք այս կողմ։ Տապակ ենք, կաթսա ենք դնում կրակին։ Կրկին հալած յուղ, 1 ճաշի գթալ, ցանկալի կրակը վառել։ Լավ է, և մշակում ենք տավարի փափկամիսը։ Վերցրել եմ կես կիլոգրամ տավարի փափկամիս։ Կտրատում ենք ձողիկներին։
Հենց մսակտորները սկսեցին կարմրել, կհամեմ ենք համեմունքով։ Փոխում ենք տախտակը, դանակը։ Հանում ենք սերկեֆիլը, որ չայրվի։ Այնպես ենք հանում, որ համեմված յուղը մնա։ Նույն տապակի մեջ սոխ ենք տապակելու 1, 2, 3 միջին չափի սոխը կտրատում ենք փետրաձև։ Անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության շաքարավազով աղով և սոդայով։ Կաննեմ նաև, կհամեմեմ նաև քրքումով։ Շատ եմ սիրում քրքում։ Հենց սոխը փափկեց, կավելացնենք գազար, կտրատած խորանավթիկների, կարելի ասել մանր խորանավթիկների։ Միսը կարելի արդեն համեմել։ Մսի համեմունքից կարելի է նաև սոխ առածի վրա լցնել։ Նախ խառնենք միսը։ Մսակտորների վրա լցնում ենք եռացած ջուր մոտ 1 լիտր։ Եփում ենք արգանակ։ Տեսեք ինչ խիտ արգանակ է ստացվում։ Լավ է։ Վերադառնանք սոխ առածին։ Հաջորդ բաղադրիչը նեխուրի ցողունն է։ 1 ցողուն վերցնում ենք նեխուրից։ Կտրում ենք երկարությամբ և կտրտում շեղակի։ Անցնենք մյուս բաղադրիչին, առաջարկելու եմ պղպեղ, քաղցր և կծու։ Կվերցնեմ 1 քաղցր և 1 կծու պղպեղներ։ Դե նրանք, ովքեր չեն սիրում կծու, կարող են այս քայլը բաց թողնել։ Կծու պղպեղի նկատի ունեի։ Պղպեղները կկտրատեմ ձողիկների։ Այս կերակրի մեջ առաջարկելու եմ նաև կարտոֆիլ, 2 միջին կարտոֆիլ,
կտրատում ենք խորանարդիկների։ Թող եփվի կարտոֆիլը։ Անցնենք, առաջ վերադառնանք տապակվող բանջարեղենին։ Համեմենք, կհամեմեմ սխտորով մոտ 4 միջին բջեղ սխտոր դանակի շեղբի տակ ճզմում ենք և մանր կտրատում։ Կհամեմեմ նաև 25 գրամ ընկույզով, մանր կտրատում ավելացնում ենք սոխեռացին, և այստեղ ի հայտ է գալիս մյուս բաղադրիչը, այս կերակրի մեջ օգտագործելու եմ Marranic ընկերության սիսեր, որը նախապես 8 ժամ սառը ջրի մեջ թրջել եմ և եփել եմ այնքան, մինչև փափկի։ Դցնում ենք սոխեռացի վրա, այսինքն տապակվող բանջարեղենին։ Ավելացնում ենք 2 ճաշի գթալ լոլիկի մածուկ, երկու ճաշի գթալ աջիկա, հատիկավոր մանանեխ, 1 թեյ գթալ կես կիտրոնի հյութ, մեկ բաժակ լոլիկ սեփական հյութում կավելացնենք, կվերցնեմ լոլիկի ճիր, համեմված բուսայուղի մեջ 1, 2, 3, 4, 6 շերտ, բավական է։ Կտրատում ենք ձողիկաձև։ Եվ թերևս վերջին բաղադրիչը դա լոլիկն է։
կվերցնեմ 2 միջին լոլիկ։ Հեռացնում ենք պտղակոթը և կտրատում միջին կտորների։ Փաստորեն, կերակրի մեջ օգտագործեցինք և լոլիկի մածուկը, և լոլիկի չիրը, լոլիկը սեփական հյութում և թարմ լոլիկ վերջում։ Տեսնենք ինչ վիճակում է կարտոֆիլը։ Դեռ կարող է 2 րոպե եփվել։ Համեմենք, կհամեմեմ Մարանիկ ընկերության չորացրած ռեհանով, չոր ցիտրոնով, չորացրած ցիտրոնով։ Իդեպ մոռացել էի սիսերի չափը ասել, վերցրել եմ 1 բաժակ սիսեր։ Թարմ կանաչիներից կառաջարկեմ փոքր փունջ մաղադանոս, համեմ, և այստեղ ունենք նաև ռեհան 2 ճյուղ։ Սա մանր կտրատում ենք։ Այժմ կառուցենք կերակուրը, կառուցենք կճուճը։ Վերցնում ենք կճուճները, որոնք նախապես լվացել ենք, նախապատրաստել ենք։ Ինձ հարկավոր է շերեպ, նախ լցնում ենք մսից և կարտոֆիլից, լցնում ենք տապակված բաղադրիչներից, շերեպ արի այստեղ, կճուճով կմոտենենք սրան։ Այնքան ենք լցնում, որ մթերքները կճուճի կեսով լինեն։ Դնում ենք սերկևիլ 3 հատ ամեն կճուճի մեջ, կամ 4 հատ, մի խոսքով, դուք ինքներդ կողմը հաշվեք։ Նրան հատիկներ, մեկական ճաշի գթալ ամեն կճուճի մեջ դնում ենք թարմ կանաչիներից,
Եվ ավելացնում ենք արգանակից ամեն կճուճի մեջ։ Արգանակը շատ չլցնեք, որ եփվելու ընթացքում չթափվի։ Սրանք ուղարկելու ենք ջեռոց։ Ջեռոցը միացնում ենք 200 աստիճան եւ եփում ենք կերակուրը 17 րոպե, որից հետո կարելի է մատուցել։ Կճուճ Համեմունքի համար հատիկ սև պղպեղ, ծովի աղ, համեմի սերմ բովել, հավանգի մեջ տրորել, տավարի փապկամիսը ձողիկների կտրատել, կաթսայի մեջ յուղով տապակել, հենց մսակտորները կարմրեն, համեմել նախապատրաստած խառնուրդով, 1 լիտր եռացրած ջուր լցնել, եփել, կաթսայի մեջ կտրատած կարտոֆիլ ավելացնել, շարունակել եփել, սերկևիլի սերմնատուփը հեռացնել, շերտերի կտրատել, հալած յուղով տապակել, հենց սկզբից շաքարավազ շաղ տալ, հանել տապակից, նույն յուղով կտրատած սոխ տապակել, անմիջապես համեմել աղով, շաքարավազով, սոդայով և քրքումով, սոխերածին մանր կտրատած գազար ավելացնել, համեմել նախապատրաստած համեմունքով, նեխուրի կտրատած ցողուն, քաղցր և կծու պղպեղներ ավելացնել, համեմել մանրացրած սխտորով և ընկույզով, բաղադրիչներին նախապես խաշած սիսեռ ավելացնել, լոլիկի մածուկ, աջիկա, հատիկավոր մանանեխ, կիտրոնի հյութ, իր հյութում պահածոյացված լոլիկ, լոլիկի պահածոյացված համեմված չիր, կտրատած թարմ լոլիկ դնել, համեմել չոր ռեհանով և ծիտրոնով, կավե կճուճների մեջ միս և կարտոֆիլ լցնել, սիսեռի և բանջարեղենի խառնուրդից ավելացնել, երեսին սերկևիլի շերտեր շարել, նռան հատիկներ, կտրատած թարմ մաղադանոս, համեմ և ռեհան շաղ տալ, արգանակ լցնել, այն պետք է կճուճի եզրից մոտ 2 սանտիմետր ցած լինի, կճուճներին կափարիչ դնել, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել 17 րոպե։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բանջարեղեն, լոլիկի մածուկ, աջիկա, ձու, յուղոտ պինդ պանիր եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։